Ինչպես կարող է կինը նպաստել տղամարդու մոտ վաղաժամ սերմնաժայթման առաջացմանը։ Առաջին վիզուալ եւ զգացական բարձր մակարդակ։ Օրինակ, նոր եւ գրավիչ զուգընկեր, հոտ, հագուստ, ձայն, շարժում, կոնտակտի զգայուն պահեր եւ այլն։ Երկրորդ, կնոջ վարքագծային գործոններ, գրգռման ինտենսիվություն, ռիթմ, այդ գրգռման ուժեղացումը խոսքերով կամ ձայներով։ Երրորդ, հուզական եւ հոգեբանական գործոններ։ Երբ կինը ճնշում է տղամարդուն արագացնելով process-ը, բարձր հուզականությունը, զգացմունքային ներգրավվածությունը կամ խանդավառությունը։ Չորրորդ, հորմոնային կամ ֆիզիոլոգիական գործոններ, ինչպիսին է կնոջ օվուլյացիան եւ բարձր ֆերոմոնները, ինչպես նաեւ արգանդի ճնշումն ու հեշտոցի խոնավությունը։ Եվ հինգերորդը կենսաբանական գործոններ, այսինքն զույգերի նյարդաբանական եւ իմունաբանական համադրումը, որը ազդում է իրականում գրավչության վրա եւ նպաստում է վաղաժամ սերմնաժայթման առաջացմանը։ Իրականում վաղաժամ սերմնաժայթումը տղամարդու խնդիրն է, բայց տեսնում ենք, որ կինն էլ երբեմն ունի ազդեցություն այդ խնդրի վրա։